Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Աբրահամյան, լսել եք, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից եւ հետագայում նաեւ ԵԽԽՎ-ում հայտարարեց, որ Ալիևը պետք է պարզաբանի եւ նաեւ քարտեզի վրա ցույց տա, թե նա ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցքը ասելուց եւ միջև կլսենք մենք Ալիևի բացատրությունը արդեն խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց, որ ինքը եկել է այն համոզմանը, որ Ալիևը նկատի ունի Հորադիս Զանգելան ճանապարհը եւ նա այսպիսի բացատրություն տվեց, որ Հորադիս Զանգելանը ավելի երկար է, դրա համար Ալիևը օգտագործում է Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Ինչպես է սա գնահատում այս բացատրությունը եւ արդյոք բավարար է ԿՊԵ-ականները նշում են, որ Կոպենհագենում կողմերը նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որտեղ տեքստում նշվում է, որ թրիփը անցնում է Հայաստանի տարածքով եւ սրանով կարելի է այդ Զանգեզուրի միջանցքի թեման փակված համարել։ Դուք սա բավարար համարում եք Ալիևն այլևս չպետք է պարզաբանում ներկայացնի։ 44-օրյա պատերազմից հետո, երբ շրջանառության մեջ մտցվեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի այդ ձևակերպումը, Թուրքիան, Ադրբեջանը, տարբեր փորձագետներ, երբ ու դրանք կիրառել են, դրանք ակնհայտորեն այդ մանրամասնություններով եւ տրամաբանությամբ ակնհայտորեն կապ չեն ունեցել այն երթուղու հետ, որը դուք ներկայացրեցիք, այսպես կոչված Հորադիսի Զանգելան ուղղության հետ, որովհետև այն մարդիկ, ովքեր աշխարհագրական տեսանկյունից պատկերացնում են քարտեզային առումով, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը, եւ հիշում են, թե այդ քննարկումները, որոնք շրջանառվեցին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ, ինչ հիմնական կապի հանգույցների հետ են կապված, դրանք լրիվ այլ ուղղությունների մասին են, որովհետև այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը մշտապես քննարկվել է Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջևի ինքնավար հանրապետության կապի համատեքստում։ Ավելին ասեմ, եթե հիշեք, մի շրջանում բավականին ակտիվ քննարկում էր այն հանգամանքը, զուգահեռներ էր տարվում նաեւ իրանական այն հատվածի, որի միջոցով այսօր տեղի ունենում այդ նմանատիպ կապը եւ այլն, եւ այս տեսանկյունից իմ համար որևէ ձեւ տրամաբանական չի թվում այն հիմնավորումը կամ բացատրությունը, որը փորձվում է ներկայացվել։ Ավելի ես կարծում եմ, որ Ադրբեջանը սրա մասին պետք է շատ հստակ ասի, թե ինչի մասին է խոսում, եւ քանի որ նրանք են շրջանառության մեջ մտցրել այդ տերմինաբանությունը Թուրքիայի հետ համատեղ, եւ ի վերջո մեր հանրության համար հասկանալի լինելու համար դրանք պետք է պարզաբանում ներկայացնեն, թե դա ինչի մասին է։ Եթե մենք լավ չենք պատկերացնում, եթե կա այլ ուղի կամ այլ երթուղի կա, որը մենք չգիտենք, ապա դրա մասին պետք է նրանք հայտարարեն։ Ես սրա հետ կապված մեկ բան եմ ուզում ավելացնել, քանի որ դուք խոսեցիք ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ելույթների մասով, երբ որ Ադրբեջանի նախագահի ելույթն էի նայում, իմ մոտ տպավորություն կար, որ այս ելույթը արվել է 2, 3, 4 տարի առաջ եւ դրանից հետո տեղի չեն ունեցել Հայաստանի հետ որևէ բանակցություններ, չի եղել Վաշինգտոնյան այն պայմանավորվածությունը, որը փորձարվեց այդպես մաքսիմալ լավատեսական դոզա ուղղել հասարակությանը եւ այլն։ Ավելին դրա այսպես ասեմ, բառամթերքը նույնիսկ այնքան տարակուսալ էր, որ ոչ միայն ստացվեց, որ մեզ համար էր դա տարօրինակ, այլ նույնիսկ դրան Նիկոլ Փաշինյանն էր արձագանքում, որովհետև դա չէր բխում այն բոլոր հայտարարություններից, որոնք հատկապես Վաշինգտոնյան պայմանավորությունից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ սրա մասին հայտարարել էին։ Հայաստանն ըստ էության ուղղակի եւ անուղղակի ձևով կրկին ներկայացնում էր որպես կապիտուլյանտ, որպես ագրեսոր եւ այլն, որը բնականաբար ակնհայտորեն չէր բխում այն լավատեսական հայտարարություններից, որոնք նաեւ տարբեր երրորդ երկրներ սրա մասին հնչեցնում են։ Եվ սրա մասով մեկ այլ լրացում, երբ որ մենք խոսում ենք համաձայնագրի մասին Հայաստան-Ադրբեջան, որի նախագիծը ներկայացվել է, հանրայնացվել է, սրա հետ կապված տախտական շրջանում կար հետեւյալ մոտեցումը, Ադրբեջանը նախապայման էր ներկայացնում Հայաստանի սահմանությունների փոփոխությունների համատեքստում եւ առնվազն այստեղ մեկ նախապայմանի մասին էր խոսվում, սակայն ես երեք տեսա, որ արտգործնախարար Միրզոյանը հարցազրույց էր տվել
ով չմանրամասնելով խոսում էր նախապայմանների մասին Ադրբեջանի առաջադրած, ինչը դեռևս պարզ չի, թե բացի սահմանադրության փոփոխության պահանջից Ադրբեջանը ել ինչ նոր նախապայմաններ է ներկայացրել Հայաստանին։ Բայց իմ համար գոնե ակնհայտ է, որ այստեղ որոշակի խնդիրներ կան առաջացրած, նվազագույնը վերջին 1.5 ամսվա ընթացքում, որովհետև այն իշխանությունը, որը օրեր շարունակ օգոստոսի 8-ից հանրությանը որպես փաստ ներկայացնում էր խաղաղությունը եւ ասում էր, որ այլևս խնդիր չկա, իհարկե դա պետք է ջրել, խնամել եւ այլն, բայց որպես փաստ էր իրականություն էր ներկայացնում այդ խաղաղությունը, նույն իշխանությունը ստիպված եղավ արձագանքելու Ադրբեջանի նախագահի բարձր ամբիոնից, ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած այն հայտարարությունները, որոնք ակնհայտորեն չէին բխում այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից։ 24 News. Արադ Միրզոյանը անդրադարձել է նաև թրիփին, նա նշել է, որ Հայաստան եւ Միացյալ Նահանգները նախապատրաստում են ստորագրել կոնսորցիում ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը, եւ այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների, այս մասով դուք ինչ ենթադրություններ ունեք, ինչ խնդիրներ կարող է լինել, արդյոք թուրքական ընկերություն կարող է լինել թե ոչ, քիչ առաջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն ասում են, որ դա երկուստեք պետք է որոշվի, բայց չբացառեցին, որ կարող է այդպիսի ընկերություն լինել եւ նաեւ Արադ Միրզոյանը նշել է, որ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար, ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի, սա ինչ կտա Հայաստանի եւ արդյոք համաձայնություն կլինի, որովհետեւ շեշտվում է, որ փոխադարձության սկզբունքով պետք է այդ ճանապարհների ապաշրջափակումը լինի։ Թրամփի երթուղու հետ կապված տարբեր հակասական մոտեցումներ կան, որոնք պաշտոնական մակարդակում է արտահայտվում։ Օրինակ, Թրամփը խոսում է վարձակալության մասին, դրանից առաջ հիշում եք Թուրքիայում ԱՄՆ դեսպաններ միջև այդ պայմանավորվածությունները որոշակի անոնսներ արել դրա հետ կապված։ Հետագայում հայաստանյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ վարձակալության թեմա չկա կամ այս պահին չի քննարկվում դրա հետ կապված, այսինքն ինքը process-ը բարդ է եւ ծավալուն է ու այս պահին դրա հետ կապված կա բազմաթիվ հակասություններ։ Մեկ այլ հանգամանք, տեսեք, ռեգիոնալ ապաշրջափակման թեման մշտապես որ փուլերում է որ քննարկվել է բոլոր ճանապարհների բացման համատեքստում։ Ակնհայտ է, որ այս երթուղին առաջնահերթ բխում է Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնահերթություններից, երկար ժամանակ նրանք բյուջեի քննարկումները, մասնավորապես ռազմական բյուջեի շուրջ 4% աճը եւ այլն, ըստ էության խոսում են այն մասին, որ եթե Ադրբեջանը նույնիսկ չի պատրաստում պատերազմական գործողությունների, ակնհայտորեն մեծացնում է իր ռազմական ներուժը, խախտում առանց այդ էլ խախտված ռազմական բալանսը, որը այս ողջ ընթացքում մենք տեսել ենք օգտագործում է Հայաստանի նկատմամբ ճնշումների եւ այդ շանտաժի քաղաքականությանը զուգահեռ պահպանելու համար եւ այս համատեքստում գիտեք մեկ բան է հայտարարել մի բան, որը ձեր ցանկությունն է, մեկ այլ բան է թե իրականության մեջ դա այդպեսին է։ Յուրաքանչյուրը կարող է այս կամ այն ամբիոնի մոտ, միկրոֆոնի մոտ հայտարարի բաներ, որը լինի շատ մեծ ցանկություն, որը իրականության դրան չհամապատասխանի։ Իսկ խաղաղության եւ պատերազմի հետ կապված շահարկումները, որոնք ներկայացվեցիք նաեւ ձեր հարցադրման մեջ, իրականում մի փոքր այլ են։ Մեր տեսակետը մշտապես եղել է հետեւյալը. մենք բնականաբար մշտապես հանդես են գալիս խաղաղության օրակարգի եւ խաղաղ գործընթացների իրավիճակը խաղաղ հանգուցալուծման տանելու տեսանկյունից, բայց մենք որպես սկզբունք դնում ենք դրույթներ, որոնք պետք է ապահովեն այդ խաղաղությունը։ Եթե դու խոսում ես խաղաղության մասին, նույն իշխանությունը 21 թվականին խոսում էր ընտրություններից առաջ խաղաղության օրակարգի մասին, ասում էր խաղաղության դարաշրջան ենք բացում եւ մինչ տարբեր մարզերում իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում էին նոր խաղաղության դարաշրջանի բացման մասին, ադրբեջանցիները զուգահեռ մայիս ամսին Հայաստանի Հանրապետության սահմանի տարբեր ուղղություններով ներխուժում էին Հայաստանի Հանրապետության տարածք։ Այն իշխանությունը, որ 21-ին եկավ եւ ասաց հանրությանը, որ ես եկել եմ խաղաղության օրակարգով,
21 թվականից հետո մենք 22 թվականի սեպտեմբերի ունեցանք դաժան պատերազմ տարածքային եւ մարդկային հսկայական կորուստներով, 23-ին ունեցանք տեղ գյուղի ուղղությամբ Արտենայի շրջափուլում, 23 թվականին հանձնվեց Արցախը եւ այլն։ Այսինքն այն իշխանությունը, որը արդեն սրանից առաջ երկու անգամ խաղաղություն էր խոստացել մեր հանրությանը, վերեց նոր ողբերգություններ, նոր կորուստներ, որոնք արտահայտվեց ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասով։ Դեռ չեմ խոսում այն հազարավոր զոհերի մասին, որոնք 44-օրյա պատերազմին եւ դրա հաջորդած ագրեսիաների ժամանակ ցավոք արձանագրվեցին։